Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ Թբիլիսահայ հավատացյալների երկու խումբ ուխտագնացության է մեկնել Լոռու մարզի սրբավայրեր։ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եւ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիների հավատացյալները Արձվի գյուղի Սուրբ Հովհաննես վանքում մասնակցել են բաց պատարագին, որն ավանդաբար տրվում է այն սրբավայրում, որտեղ ամփոփված են Հովհան Օծնեցի իմաստասեր կաթողիկոսի նշխարները։ Վիրահայ ուխտավորները Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Կիրակոս քահանա Սիմոնյանի առաջնորդությամբ այցելել են նաև Սանահինի վանք, Հաղպատի վանական համալիր, Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում փետրվարի 27-ին հայկական ծեսով երեկոյան ժամերկություն է կատարվել կաթոլիկ եկեղեցու կողմից տիեզերական վարդապետ հռչակված եւ կաթոլիկ եկեղեցու տոնացույցում ներառված Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնի առթիվ։ Արարողությունը նախագահել են Վատիկանում ամենայն հայոց կաթողիկոսության ներկայացուցիչ Խաժակ arczepiskopos Պարսամյանը եւ Վատիկանի արևելյան եկեղեցիների բաժնի ղեկավար կարդինալ Կուջերոտին։ Ընթերցվել են աղոթքներ եւ սաղմոսներ, հնչել են շարականներ, որոնք կատարել են Հռոմի քահանայապետական հայ վարժարանի սաները, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամները եւ Սուրբ Էջմիածնի միաբանները։ Տոնը կազմակերպել էին Քրիստոնյաների միության խթանման եւ արևելյան եկեղեցիների բաժինները ամենայն հայոց կաթողիկոսության ներկայացուցչության հետ։ Կարդինալ Գուջերոտին իր խոսքում ընդգծել է Նարեկացու հոգևոր եւ աստվածաբանական մտքի մեծությունը։ Մարտի 6-ից 8-ը Նիդերլանդներում հայ առաքելական եկեղեցու երիտասարդները մասնակցել են երրորդյա հավաքի, համախմբվել են 60 հայ երիտասարդներ երկրի տարբեր ծուխերից Սուրբ Հարության տոնից առաջ աղոթքի, խորհրդածության եւ եղբայրական հաղորդակցության համար։ Հավաքը նախագահել է Արևմտյան Եվրոպայում հայրապետական պատվիրակ Խաժակ arczepiskopos Պարսամյանը։ Հոգևոր ծրագիրը համադրել է Նյու Յորքի Սուրբ Ներսես հոգևոր ճեմարանի տեսուչ Մարտիրոս քահանա Ջևյանը, մասնակցել են նաև Նիդերլանդներում ծառայող 3 հոգևորականները։ Հոլանդահայ երիտասարդները թեմատիկ զեկույցներ եւ խմբային քննարկումներ են ունեցել ավելի խորությամբ ընկալելու համար ավագ շաբաթվա խորհուրդը։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։